խաղ Վիկտորինը։ Բոլորիս մաղթում եմ դիտարժան խաղ, իսկ հարցի ընտրելու հնարավորություն է ստանում Սինավս թիմը։ Կներեք մի բաց փողում, ուզում եմ թիմերը արագ ընտրեն իրենց ավակ և ներկայացնեն։ Բարև ձեզ, ես Սինավս թիմի ավակն եմ, իզնից ձախ գտնվում են Գոհար Գրիգյանը և Եղիմա Միխայելյանը, իզան ձախ գտնվում են Գայինե Ձագուլյանը և Անի Պետրոսյանը։ Մենք գտնվում ենք Ջրատի տարում։ Հարցը ֆիզիկայից է։ Կվարվի առջև ջրի մեջ ընկված մոմը։ Հարցի ընտրության հնարավորություն է ստանում Ատոմ թիմը։ Ներկայացեք ձեր ավագին, ընտրեք հարցը։ Ավագը ես եմ Աբասյան Թամարը։ Մենք ընտրում ենք նատրիում տարր։ Հարցը դարձյալ ֆիզիկայից է։ Կարելի է արդյոք սառույցի օգնությամբ կրակ վարել։ Ժամանակ։ Կարելի է սառույցից կրակ ստանալ, նախ պետք է ստանալ պրիզմայաձև հավաքող ոստնյակ, այն ուղղելով դեպի արևի ճառագայթները կառաջանա կրակ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այո, կարելի է սառույցի օգնությամբ կրակ վարել։ Դրա համար նախ պետք է սառույցից պատրաստել հավաքող ոստնյակ, որից հետո նրանով արևի ճառագայթները կենտրոնացնել որևէ ջրավար նյութի վրա։ Պատասխանը թերի է, թիմը վաստակում է 5 միավոր։ Որից հետո նախ պետք է պատրաստել հավաքող ոստնյակ, որից հետո նրանով արևակի ճառագայթները կենտրոնացնել որևէ ջրավարների վրա, այսինքն որը որոշ ուզում եք արել, այսինքն դուք ամբողջական պատասխան տվեք, որի վրա հասկանալու թե չէ այո մնում է այո, մեկնաբանություն տեք, չշտապեք, եւ դուք պատասխանի նա ով կարող է ավելի լիարժեք պատասխան տալ։ Հարցի ընտրության հնարավորություն է ստանում Ծիրկաթին թիմը։
Բարև ձեզ, ես Ցիրկաթի թիմի ավագն եմ, Գոհար Զարգարյանը։ Մենք որոշեցինք, որ ընտրում ենք արծաթ տանը։ Հարցը քիմիայից է։ Ինչպես կարելի է բաժանել փայտի, երկաթի, ցինկի տաշեղների և գետի ավազի խառնուրդը։ Ժամանակ։ Հարցին կպատասխանեմ ես, Մարիամ Մարգարսարյանս, մենք նախ ամենասկզբում երկաթը, քանի որ ունի երկաթը միակ տարրն է, որ ունի մագնիսական ազդեցություն, մագնիսի օգնությամբ մենք երկաթը կձգենք մագնիսի օգնությամբ, իսկ մնացածը մենք ջրում կլուծենք, ցինկի տաշեղները եւ ավազը կմնան հատակում, իսկ փայտը մենք ջրի հետ, քանի փայտը կբարձրանա վերև, ջրի հետ մենք այն կդատարկենք, իսկ ցինկի տաշեղը եւ ավազի խառնուրդը ֆիլտրումի միջոցով։ Ավարտեցիք ձեր պատասխանը։ Լսեք ճիշտ պատասխանը։ Երկաթի տաշեղները կարելի է բաժանել մագնիսով։ Մնացածները գցում են ջրի մեջ։ Փայտե տաշեղները բարձրանում են ջրի մակերեսին։ Ցինկը եւ ավազը կարելի է զտել եւ ավելացնել ավազի ավելություն։ Ցինկը ֆիլտրում է, իսկ ավազը ոչ։ Ցինկը լուծելիս կառաջանա ցինկի քլորիդ, իսկ ցինկի լավի լուծելիս կարելի է անգլատել ավելի ակտիվ մետալի հետ փոխազդելով, օրինակ ալյումինի հետ։ Կառաջանա մաքուր ցինկ եւ ալյումինիումի քլորիդ։ Պատասխանը թերի, թիմը վաստակում է 5 միավոր։ Այժմ ընտրության հնարավորություն է ստանում Սինապս թիմը։ Մենք ընտրում ենք ոսկի տարրը։ Տեսնենք, թե ինչ է հաղթված ոսկի տարրը։ Հարցը դարձյալ քիմիայից է։ Փորձեք կրահել, ում մասին է խոսքը։ Ռուսմեծ քիմիկոս եւ կոմպոզիտոր, հակագազի ստեղծողը, օդի բաղադրության հայտնաբերողը։ Թիմը ունի պատասխան, լսում ենք պատասխանը։ Պատասխանը պատրաստ է։ Հարցին կպատասխանի Մխիթարյան Երևանը։ Ռուս մեծ քիմիկոս եւ կոմպոզիտորը Պորոդինն է, հակագազի ստեղծողը Նիկոլայ Զելինսկին է, իսկ օդի բաղադրության հայտնաբերողը Անտոն Լավազին։ Կատարեմ մեկ լրացում, Զելինսկին հակագազը հայտնագործել է առաջին աշխարհամարտի տարիներին, երբ գերմանացիները օգտագործեցին քիմիական զենք, իսկ օդի բաղադրության հայտնաբերող Լավազին 1774 թվականին կատարել է փորձ, որի հետևանքով էլ կարողացել է գտնել օդի բաղադրությունը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Պատասխանում համապատասխան քիմիկոսների նկարներ են Բորոդին, ով կոմպոզիտոր եւ միաժամանակ քիմիկոս է, Զելինսկին, որ հակագազի ստեղծողն է, եւ Անտոան Լավազեն, ով օդի բաղադրության հայտնաբերողն է։ Թիմի պատասխանը ճիշտ է, թիմը վաստակում է 10 միավոր։ Այժմ ընտրության հնարավորություն է ստանում Ատոմ թիմը։ Մենք ընտրում ենք Բերիլիում տարրը։ Հարցը
քիմիայից են, ովքեր են պատկերել լուսանկարներում, ինչով են նշանավոր նրանք։ Ժամանակ։ Ժամանակը սպառված է, լսում եք ճիշտ պատասխանը։ Արդյունքը պատասխանի Ջուլիետա Դավթյանն է։ Առաջին նկարում պատկերված է Ժոել Պիրտը, երկրորդ նկարում Ֆրանկ Լենդը վարենտականության հեղինակը, իսկ երրորդ նկարում Արենյուսը։ Ունեք լրացում։ Արենյուսը համարվում է դիսոցման այդ ապելովը։ Ինչ դիսոցման Սերգեյ։ Էլեկտրոնային դիսոցման։ Էլեկտրոդի։ Ավարտեցիք ձեր պատասխանը։ Իսկ Ֆրանկլինը համարվում է բարենպասության ստեղծում։ Այժմ դիտենք ճիշտ պատասխանը։ Նկարներում պատկերված են Ամադեո Ավոկադրոն, իտալացի գիտնական, ով 1811 թվականին հայտնագործեց գազերի մասին օրենքը, Էդվարդ Ֆրանկլենդ, անգլիացի քիմիկոս, նա ներմուծել է վալենտականության գաղափարը, բացահայտել ազոտի, ֆոսֆորի, արսենի ու ծարերի եռա և հնդա վալենտականությունը։ Սվանտե Արենյուս, շվեդ գիտնական, ով 1887 թվականին ձևակերպեց էլեկտրոլիտային դիսոցման հիմնական դրույթները։ Լսենք ժյուրին։ Պատասխանը թերի էր, թիմը վաստակում է 5 միավոր։ Հարցին հնարավորություն է ստանում ծիր կազմի թիմը։ Մենք ընտրում ենք Բաժում տարը։ Ժամանակ։ 3 հաղորդակցված չպիտակավորված փորձանոթներում լցված են կերակրի աղի, նատրիումի ֆոսֆատի և նատրիումի կարբոնատի լուծույթներ։ Օգտագործելով համապատասխան ազդանյութեր, որոշել, թե որ փորձանոթում որ աղն է լցված։ Ժամանակ։ Ժամանակը սպառված է, լսում եք ձեր պատասխանը։ Եթե ունեք հանձնենք ժյուրին թող իրենք ստուգեն ձեր գրված ռեակցիաների հավասարումները, իսկ դուք ներկայացրեք փորձը։
Մենք ունենք 3 նյութ, կերակրիաղ, նատրիումի ֆոսֆատ և նատրիումի կարբոնատ, սկզբից կհայտնվեն կարբոնատ իոնները։ Լիլա ջան, մի հատ բոլոր փորձանոթների մեջ համապատասխան լուծույթները լցրու։ Լավ չես զգում, ավելավա թող ուրիշ մասնակից փորձի։ Փորձանոթների մեջ նոր։ Բոլորից լցրում մեկական փորձանոթ համարակալված փորձանոթներում լցրում համապատասխանաբար լուծույթները։ Սկզբում հայտնաբերենք CO3 2 մինուս իոնը, նա հայտնաբերում ենք H+ իոնով, Ռեակցիայի արդյունքում անջատվում է CO2 գազը և լցված է։ Երկրորդ փորձանոթում լցված է CO3 նատրիումի կարբոնատ։ Կարբոնատ։ Քանի որ CO3-ը ունի -2 օքսիդացիոն լցրում համապատասխանաբար։ Արդեն երկրորդը քեզ վերջին են, առաջինը երրորդը։ Երկրորդը հայտնաբերել է Սարգիսյանը երրորդը։ Որտեղ անջատվում է սպիտակ կերակրիաղ նշված, այսինքն H Քլորմինուս։ Առնչվում է որ իոնը։ Քլորմինուս։ Իսկ որ լցված այդ փորձանոթում կերակրիաղ։ Այսինքն կերակրիաղը լցված էր որ համարի փորձանոթում։ Երրորդ։ Մնաց հայտնաբերեք առաջի փորձանոթը։
առաջին փորձանոթում հայտնաբերեցինք ֆոսֆատ իոնը, նատրիումի ֆոսֆատը։ Երկրորդում CO3-2- իոնը, նատրիումի կարբոնատը, եւ երրորդում քլոր- իոնը, լցված էր նատրիում քլորը։